Երբ փորձում ենք ուսումնասիրել Հայաստանի արտահանման լոգիստիկ հիմնախնդիրները, պարզվում է, որ այդտեղ խնդիրը ոչ միայն աշխարհագրական սահմանափակվածության մեջ է, այլ նաև կան մի շարք քաղաքական, ենթակառուցվածքային եւ այլ բնույթի հիմնախնդիրներ։ Տեսեք, ցանկացած երկրի համար շատ կարևոր է, որպեսզի ունենա մրցունակ արտահանում եւ կարողանա ներկայանալ միջազգային շուկաներում եւ ըստ արժանվույն իրացնի իր արտահանման ներուժը։ Ճիշտ է, ներմուծումը նույնպես կարևոր է բազմազան տեսակի արտադրանքներ, ապրանքատեսակներ սպառողներին առաջարկելու դիտակետից, բայց եկամտի տեսանկյունից առավել կարևոր է, որպեսզի երկիրը կարողանա պատշաճ արտահանում կազմակերպել։ Միջազգային տնտեսական հարաբերությունների շրջանակներում, երբ դիտարկում ենք հիմնախնդիրները, նաև Հայաստանի արտահանման հնարավոր բոլոր խոչընդոտները, ստացվում է, որ լոգիստիկ հիմնախնդիրը բավականին լուրջ հիմնախնդիր է եւ մեծապես խոչընդոտում է Հայաստանի արտահանման հնարավորությունները եւ սահմանափակում լիարժեք արտահանման ներուժը իրացնելու հնարավորությունը։ Ընդ որում մի քանի շերտ կարող ենք առանձնացնել։ Օրինակ աշխարհագրական սահմանափակվածությունը ի սկզբանե լինելով դեպի ծով երկ չունեցող երկիր, արդեն իսկ աշխարհագրորեն սահմանափակված է, նաև ենթակառուցվածքները ճանապարհային բավարար չափով զարգացած չեն, ինչը բերում է իր հերթին տրանսպորտային բարձր ծախսերի։ Տեսեք, միգուցե ոչ մասնագիտական շրջանակներում տպավորություն ստեղծվի, որ ծովային ելքի այդ չափ կարևորումը արհեստական է եւ գերարժևորված է միգուցե, բայց իրականում այդպես չէ, որովհետև իսկապես համեմատությունները երկրների միջև ցույց են տալիս, որ հենց դեպի ծով ելք չունենալը լուրջ խոչընդոտ է հանդիսանում եւ սահմանափակում է երկրի լոգիստիկ հնարավորությունները, այդտեղից բխում են արտահանման հնարավորությունները եւ շղթայական ռեակցիայով անդրադառնում տնտեսության զարգացման միտումների տեմպերի վրա։ Ամբողջ աշխարհում մոտ 49 երկիր կա, որոնք չունեն ելք դեպի ծով, ընդ որում դրանցից հատկապես ուշադրության կենտրոնում են գտնվում 32-ը, որոնց միավորված ազգերի կազմակերպությունը առանձնացնում է եւ բնորոշում է որպես խոցելի երկրներ, խոցելի տնտեսություն ունեցող երկրներ, դրանք հատկապես զարգացող երկրներն են, ծովային ելք չունեցող, Հայաստանը դրանցից մեկն է համարվում։ Եվ համեմատությունները ցույց են տալիս, որ տվյալ երկրները մոտավորապես 20%-ով ավելի ցածր աճի տեմպ ունեն տնտեսության զարգացման, քան հարևան երկրները։ Այդ երկրներին բնորոշ է տրանսպորտային ծախսերի կրկնակի անգամ ավելի բարձր միտումները, քան ընդհանուր զարգացող երկրների ցուցանիշն է, եւ զարգացած երկրների համեմատությամբ եռակի անգամ բարձր տրանսպորտային ծախսեր են վճարում։ Ինչու՞, որովհետև ստիպված են իրենց բեռնափոխադրումները կազմակերպել հարևան երկրների տարանցիկ ճանապարհների հաշվին, ինչն էլ լրացուցիչ ծախսեր, ժամանակի կորուստ, սահմանային մաքսային ընթացակարգեր, այդ բոլոր խոչընդոտները ի վերջո գումարվում են եւ նվազեցնում են արտահանման հնարավորությունները, սահմանափակում են։ Եվ եթե նույնիսկ երկիրը տիրապետի շատ բարձր մրցունակ ապրանքների տեսականի ունենա, որը հնարավոր է արտահանել եւ որոնք մրցունակ են արտաքին շուկաներում, լոգիստիկ խնդիրների պատճառով կարող է չհաջողել։ Հաջորդ խնդիրը, որ կուզենայի առանձնացնել, տրանսպորտային ենթակառուցվածքների ոչ լիարժեք զարգացվածությունն է կամ սահմանափակ զարգացվածությունը Հայաստանում եւս կա խնդիր։ Բացի ծովային ելքի բացակայությունից, ճիշտ է, մենք օգտագործում ենք տրանսպորտի նաեւ այլ տեսակներ, ու այնպես չի, որ ելքի բացակայությունը մեզ թույլ չի տալիս փոխադրումներ կազմակերպել նաեւ նավերով, տարանցման տարբերակով մի քանի տրանսպորտի տեսակներով փոխադրումների ժամանակ նաեւ ծովային երթուղիներից ենք օգտվում, բայց դրա համար վճարվում են ավելի բարձր գներ, ավելի մեծ ծախսեր, քան եթե ունենայինք համապատասխան ենթակառուցվածքներ։ Ինչ վերաբերում է մնացած ենթակառուցվածքներին, երկաթուղային, ավտոմոբիլային, դրանք եւս խիստ սահմանափակ են եւ խտությունը դրանց ի համեմատ շատ զարգացած երկրների բավականին նոսր է Հայաստանում եւ 1 կիլոմետրի հաշվով փոխադրվող բեռների ծավալը նույնպես բավականին քիչ է, ինչը թույլ չի տալիս լիարժեք օգտագործել առկա ենթակառուցվածքները։ Բացի դրանից կա նաև շատ կարևոր եւ լուրջ քաղաքական բնույթի խոչընդոտ, չմոռանանք, որ մեր երկրի սահմանների գերակշիռ մասը շրջափակման մեջ է գտնվում 30-ից ավելի տարիներ եւ կարելի է ասել, որ մեր ընդհանուր սահմանագծի միայն 16.7%-ն է, որ թույլ է տալիս կապ հաստատել արտաքին աշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով առկա ենթակառուցվածքներն էլ ոչ լիարժեք ձևով են օգտագործվում, ինչը թույլ չի տալիս
ունենալ արդյունավետ, արագ եւ մատչելի բեռնափոխադրումներ, կազմակերպել արտահանումը պատշաճ մակարդակով։ Առկա ենթակառուցվածքների մի մասը չի շահագործվում փակ լինելու պատճառով, մի մասը շրջափակման ենթակա լինելու պատճառով։ Բացի դրանից շատ կարևոր խոչընդոտ է նաեւ միայն մեկ երթուղուց չափազանց շատ մեծ կախվածություն ունենալը։ Մեր ցամաքային միակ ելքը դեպի խոշոր առևտրային գործընկերներ Վրաստանի տարածքով է անցնում եւ Վերին Լարսի անցակետի մասին է խոսքը, որը բավականին հաճախ փակ է լինում թե եղանակային պայմանների եւ այլ խնդիրների պատճառով, ստացվում է, որ ցանկացած ֆորս մաժորային իրավիճակում խնդիրների հայտ գալու դեպքում մեծապես տուժում են մեր արտահանողները եւ ապրանքները կարող են սահմանային անցակետերում շաբաթներ շարունակ սպասել, ինչը լրացուցիչ խոչընդոտներ, սպասվելի եկամուտների կորուստներ եւ կորուստներ առաջացնում նվազեցնելով արտահանման ընդլայնման խթաններ։ Ստացվում է, որ լոգիստիկ հիմնախնդիրները շատ լուրջ ազդեցություն ունեն արտահանման ծավալների վրա եւ կարող են նույնիսկ ամենամրցունակ ապրանքների արտահանման հնարավորությունները ընդհանրապես չեղարկել իջիկ դարձնել։ Ճանապարհային ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներից եւ տարանցիկ ուղիներից զատ նաեւ բախվում ենք մաքսային ընթացակարգերի հետ, որը նույնպես խոչընդոտում է արտահանման հնարավորությունները, սահմանափակում է արտահանման հնարավորությունները։ Դանդաղ սահմանային ընթացակարգեր, ընդ որում դրանք միշտ չէ, որ կախված են միայն մեր երկրի սահմանի հատման հետ եւ քանի որ երկրի բեռնափոխադրողները, արտահանողները ստիպված են անցնել մի շարք տարանցիկ երկրների համապատասխան ենթակառուցվածքներով, բախվում են մի շարք խնդիրների, այդ իսկ պատճառով երկարում է գործընթացը։ Լուրջ խնդիր է արտահանման համար նաև եվրոպական կամ ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխանության խնդիրը։ Ոչ բոլոր ապրանքներն են, որ համապատասխանում են սահմանված չափանիշներին։ Ցանկացած երկիր կամ երկրների միավորում, ինտեգրացիոն խմբավորում, ինչպիսին է Եվրամիությունը կամ Եվրասիական տնտեսական միությունը, իրենց ունեն որոշակի շրջանակ։ Բնականաբար, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք մեծամասամբ համապատասխանում են ապրանքները չափանիշներին, բայց Եվրամիության շուկաների հետ ունենք լուրջ խնդիր ապրանքների ստանդարտացման, սերտիֆիկացման հետ կապված։ Եվ շատ անգամ տեղում արտադրվող ապրանքը ինչքան էլ որակյալ լինի, ինչքան էլ մրցունակ լինի տեղական շուկայի համար, ոչ միշտ է տեղական արտադրողը, արտահանողը պատրաստ համապատասխանեցնել այդ ամբողջ չափանիշներին, որպեսզի կարողանա արտահանել։ Մեկ այլ ավելի թերևս լուրջ խոչընդոտ խնդիր է երկրում մաքսային լաբորատորիաների պակասը, ինչը թույլ չի տալիս, որպեսզի երկրում ստուգվի դրանց որակը, համապատասխանությունը սահմանված չափանիշներին եւ արժանահավատ հավաստում իրականացվի ապրանքների։ Դա նշանակում է, որ արտահանողը ենթադրելով, որ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը պահպանել է արտադրության գործընթացում, որ ամեն ինչ ճիշտ տեխնիկական ստանդարտներին, չափանիշներին համապատասխան արտադրանք է թողարկել, փորձի արտահանել եվրոպական շուկա, ներմուծման ժամանակ սահմանում բեռները պետք է սպասեն այնքան ժամանակ, մինչև լաբորատոր փորձաքննություն կանցնեն, կհավաստվի դրանց որակը, համապատասխանությունը սահմանված չափանիշներին, նոր մաքսային ձևակերպումները կավարտվեն եւ թույլ կտա ապրանքը մտնի մուտք գործի եվրոպական շուկա։ Հակառակ դեպքում, եթե հանկարծ ապրանքը ինչ-որ կետերով չհամապատասխանի սահմանված որակական չափանիշներին, այն ենթակա է վերադարձման։ Պատկերացրեք, ինչքան հսկայական ծախսեր կարող է առաջանալ արտահանողի մոտ, եթե արդեն իսկ արտահանված բեռնափոխադրման հետ կապված ծախսերն իրականացված վիճակում ստացվի, որ ապրանքները չեն համապատասխանում սահմանված պահանջներին, լաբորատոր փորձաքննությունը չեն անցնում եւ ենթակա են վերադարձման։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր խնդիր է, որպեսզի տեղում փորձեն հիմնել նմանատիպ բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ միջազգային ստանդարտին համապատասխան մաքսային լաբորատորիաներ, որտեղ կհավաստվի համապատասխանությունը տվյալ ապրանքների որակական հատկանիշների։ Այդպիսով հնարավոր կլինի խրախուսել եւ խթանել արտահանումը նաեւ այլ երկրներ։ Լոգիստիկ հիմնախնդիրներից կարևոր են նաեւ պահեստային եւ սառնարանային ենթակառուցվածքների պակասը երկրում, հատկապես գյուղմթերքի արտահանման ժամանակ շատ անհրաժեշտ է, որ երկիրը եւ պահեստային համապատասխան տերմինալները, ենթակառուցվածքները հագեցած լինեն նաեւ սառնարանային ենթակառուցվածքներով, դրանց պատշաճ պահպանումը մինչեւ
արտահանման ձևակերպում իրականացնելը ապահովելու համար, չէ՞ որ արտահանման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները հնարավոր չի մի քանի ժամում իրականացնել, դրանք որոշակի ժամանակահատված են պահանջում եւ անհրաժեշտություն կարող է առաջանալ բեռները որոշակի ժամանակահատվածում պահպանել պատշաճ պայմաններում, որպեսզի դրանց որակական հատկանիշները չփոխվեն։ Դա նույնպես լուրջ խնդիր է։ Մեկ այլ խոչընդոտ Հայաստանին բնորոշ այն է, որ լինելով շատ նեղ փոքր շուկա ունեցող երկիր, սպառողների փոքր թվաքանակով երկիր, այստեղ գրեթե անհնար է մեծամասշտաբ արտադրություններ կազմակերպելը, մինչդեռ խոշոր շուկաներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, նմանատիպ երկրներում որևիցե արտադրանքով շուկամուտք գործելու համար պետք է պատրաստված լինես մեծ խմբաքանակով, մեծ չափաքանակով ապրանքներ արտադրելուն։ Իսկ մեր տնտեսությունը փոքր է, ենթակառուցվածքները, նույնիսկ հողատարածությունները բավարար չեն, որպեսզի գոնե մեկ ապրանքատեսակի գծով հնարավոր լինի նման հսկայական ծավալներ ապահովել, որը թույլ կտա մուտք գործել տվյալ շուկաներ։ Իհարկե խոչընդոտներից ֆինանսական խնդիրներն են, բայց դրանք արդեն մի փոքր շեղում են լոգիստիկ հիմնախնդիրների ոլորտից։ Այդուհանդերձ ենթակառուցվածքների արդիականացումը Հայաստանի պես փոքր երկրի համար, որը շրջափակված է հարևանների կողմից, ունի ելք դեպի ծով, հույժ կարևոր է եւ առաջնահերթ է, կարելի ասել, քանի որ նույնիսկ ամենաարդյունավետ եւ կատարյալ բոլոր չափանիշներին համապատասխանող ապրանքի արկայության դեպքում տրանսպորտային եւ լոգիստիկ խոչընդոտները կարող են մեծապես սահմանափակել արտահանման հնարավորությունը։ Իսկ մենք գիտենք, որ արտահանումը երկրի տնտեսության շարժիչ ուժն է եւ առանց արտահանման ծավալների ավելացման, առանց կայուն արտահանման ցուցանիշների հնարավոր չէ երկարատև ժամանակահատվածում տնտեսական աճ ապահովել։ Թեև վիճակագրական տվյալները եթե ուսումնասիրում ենք, ստացվում է, որ վերջին շրջանում Հայաստանում արտահանումը որոշակիորեն աճ է գրանցել, կան բավականին հուսադրող ցուցանիշներ, բայց եթե փորձում ենք խորքային ուսումնասիրություն իրականացնել, ստացվում է, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում եւ ավելի շատ պայմանավորված են հարևան երկրների կամ գործընկեր երկրներում աշխարհաքաղաքական լարվածություններով, դրանց հաշվին է, որ Հայաստանը որոշակիորեն բարելավել է իր արտահանման հնարավորությունները եւ եթե խաղաղ պայմաններում այլևս խնդիրներ չլինեն հարևան երկրների կամ հիմնական գործընկեր երկրների շրջանում, ստացվի, որ Հայաստանը նաև այդ հնարավորությունները կարող է կորցնել։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի տրանսպորտային ծախսերը փորձեն հնարավորինս նվազեցնել։ Տեսեք, տրանսպորտային ծախսերի նվազեցումը մի փոքր արդեն միջպետական մակարդակի հիմնախնդիր է եւ դա կարելի է լուծել միջպետական համագործակցության, հատուկ համաձայնագրերի, զեղչերի հետ կապված պայմանավորվածությունների ձեռքբերման հաշվին եւ արտահանողը միայն ի վիճակի չի լինի նմանատիպ մասշտաբի հիմնախնդիրներ հարցեր լուծել։ Այդ իսկ պատճառով նույնիսկ լոգիստիկ հիմնախնդիրների լուծման հարցում պետության աջակցությունը թերևս առաջնահերթ է։ Իհարկե կարող են որոշ տնտեսվարողներ իրենց համաշխարհական պայմաններով պայմանագրեր կնքել այլ երկրների հետ եւ մրցունակ դառնալ շատ երկրներում, բայց միշտ չէ որ այդպես է։ Մի հետաքրքիր դեպք ես միշտ փորձում եմ լսարանում դա օրինակ բերել։ Մի քանի տարի առաջվա ցուցանիշների համենայն դեպս հիման վրա երբ որ ուսումնասիրում էի հայ-վրացական փոխադարձ առևտրի միտումները, շատ հետաքրքիր բան աչքովս ընկավ, որ Վրաստանից Հայաստան ներմուծվող երկրորդ խոշոր ապրանքատեսակը պարզվում է սուրճն է, որը բավականին տարօրինակ երևույթ է, քանի որ սուրճ Հայաստանում չի արտադրվում, հեռավոր երկրներից է ներմուծվում է Վրաստանի տարածքով, սկզբից ծովային տրանսպորտով, հետագայում արդեն ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով դեպի Հայաստան ու ներմուծումից բացի ամենակարևոր ամենահետաքրքիրն այն է, որ արտահանման ծավալի մեջ երկրորդ խոշոր ապրանքատեսակը հենց սուրճն էր դեպի Վրաստան։ Իսկ ստացվում է, որ սուրճը ներմուծվում է Վրաստանի տարածքով, այստեղ վերամշակվում, աղացվում, նորից արտահանվում Վրաստան։ Բավականին հետաքրքիր երևույթներ են ի հայտ գալիս, երբ որ փորձում ես ուսումնասիրել, այսինքն զուտ բիզնես պայմանավորվածությունների, համաձայնագրերի հիման վրա հնարավոր է եղել նաև այդպիսի մրցունակ գործընկերություն հաստատել, թեև դա առաջին հայացքից ըստ տրամաբանության պետք է որ չաշխատեր, չէ որ առաջին հերթին Վրաստան են հասնում այդ սուրճի խմբականակները եւ ավելի նպատակահարմար կներ անմիջապես ներմուծել, քան թե Հայաստան, հետո Հայաստանից։ Այնպես որ հնարավոր է նաև
առանձին արտահանողների ջանքերի հաշվին, կնքված պայմանագրերի հաշվին ունենալ նաև մրցունակ հնարավորություններ հետագա արտահանման ընդլայնման հետ կապված։ Հայաստանի արտահանման հնարավորությունները մեծապես տուժում են լոգիստիկ խնդիրների պատճառով, որովհետև լոգիստիկ հիմնախնդիրները, որոնք ի հայտ են գալիս որպես ծովային ելք չունեցող փոքր երկիր Հայաստանի առջև, լուրջ խոչընդոտ են եւ մեծապես սահմանափակում են մեր արտահանման հնարավորությունները։ Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս բարելավեն արկա ենթակառուցվածքները եւ փորձեն արդյունավետ դարձնել լոգիստիկ հաղորդակցությունը երկրների միջև։ Ընդ որում համաշխարհային բանկը մի այդպիսի ցուցանիշ համաթիվ է հրապարակում, կոչվում է լոգիստիկ արդյունավետության համաթիվ, որը չափում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում լոգիստիկ արդյունավետության մակարդակը, թե որ երկիրը որ չափով է, եւ ինչ արդյունամակարդակով է իրականացնում իր լոգիստիկ գործընթացները, ընդ որում այդ ցուցանիշը մի քանի տարբեր բաղադրիչներից է բաղկացած, իր մեջ ներառում է ինչպես ճանապարհային ենթակառուցվածքների որակը, ճանապարհային ենթակառուցվածքների զարգացվածությունը, դրանց առկայությունը, տրանսպորտային ծախսերն է համեմատում երկրների միջև, այնպես էլ մաքսային ընթացակարգերի տարբերություններն է հաշվի առնում, ինչպես նաև բեռներին հետևելու հնարավորությունը։ Այդ մի շարք ցուցանիշների համադրության արդյունքում հաշվարկում են երկրի լոգիստիկ արդյունավետության համաթիվը, որը թույլ է տալիս համեմատական եզրեր տանել երկրների միջև։ Բնականաբար Հայաստանի ցուցանիշը այդքան էլ վատ չի, երբ որ համեմատում ենք այլ երկրների հետ, ավելի շատ խնդրահարույց են ճանապարհային ենթակառուցվածքների որակը եւ հատկապես տրանսպորտային բարձր ծախսերը։